Պատգամը խոսքը վերնագրված է այսպես խոչընդոտներ Աստծո պատգամների համար կամ որոնք են այն խոչընդոտները, որոնք արգելում են Աստծո պատգամները մեզ հասնելու, մեզ հասանելի դառնալու համար։ Ղուկասի ավետարան 10-րդ գլուխ 21-ից 24 համարներ ընթերցենք։ Նույն ժամին Հիսուս հոգիով ուրախացավ եւ ասաց. Շնորհակալ եմ քեզ մեով Հայր, Տեր երկնի ու երկրի, որ այս բաները ծածուկ պահեցիր իմաստուններեն եւ գիտուններեն եւ տղոց հայտնեցիր։ Տղոց նշանակում է մանուկներին հայտնեցիր։ Այո, ով Հայր, վասնզի քո առջևդ այսպես հաճելի եղավ։ Ամեն բան ինձի տրվեցավ իմ հոր մեզ, ու մեկը չի գիտեր, թե ով է որդին, բայց միայն Հայրը, եւ թե ով է Հայրը, բայց միայն որդին, եւ ան, որուն որդին կուզե հայտնել։ Աշակերտներուն դառնալով առանձին ասաց. Երանի այն աչքերին, որոնք ձեր տեսածները կտեսնեն, քանզի ասում եմ ձեզ, թե շատ մարգարեներ եւ շատ թագավորներ ուզեցին ձեր տեսածները տեսնել, բայց չտեսան, ձեր լսածները լսել, բայց չլսեցին։ Ամեն։ Մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի համար։ Սեփական անարժանությունը գիտակցելով, ով Տեր գալիս են քո առաջ, ով շնորհած գահիտ իրակալ մեր Աստված, ով է մարդը կամ մարդու որդին, որ դու նրան այցելության ես գալիս, մեղքերի մեջ թաղված, պիղծ, մեղավոր, ով ենք եւ ով պիտի լինեինք, եթե չլիներ քո ողորմածությունը, եթե չլիներ քո հայտնությունը մեր կյանքում, ինչ դատարկ է այս աշխարհն առանց քեզ, ինչ սին եւ ունայն են մեր կյանքի օրերը առանց քո այցելության, առանց քո սիրո գթառած ձեռքի։ Ով Տեր, աղաչում եմ օրհնես այս պահը, այս ժամը, որ մեր մտքերը Տեր զերծ լինեն տարատեսակ խորհուրդներից, որոնք որ մեզ հեռացնում են եւ զրկում են քո սուրբ ներկայությունից։ Եվ շնորհես, որպես հավիտենական հոգի կանգնենք հավիտենական արարիչ հոգու առաջ եւ խոնարհ սրտով լսենք այն ամեն ինչ որ դու ուզում ես մեզ փոխանցել։ Ազատիր մեզ տարատեսակ կարծրատիպերից, տարատեսակ վախերից, տարատեսակ մղումներից, ձգտումներից, այլ դատարկ անոթի պես գանք առջևդ եւ հայցենք քո սուրբ ներկայությունը եւ քո խոսքի լիությունը։ Հիսուսի սուրբ ու պատվական անունով եմ խնդրում, Հայր, լսիր ու ողորմիր։ Ամեն։ Նույն ժամին Հիսուս հոգիով ուրախացավ եւ ասաց. շնորհակալ եմ քեզ, ով Հայր, Տեր երկնի ու երկրի, որ այս բաները գաղտնի պահեցիր իմաստուններից, գիտուններից եւ մանուկներին հայտնեցիր։ Սա ինչ որ մեծ նվաճումներ ունենալու ուրախություն չէր, դիպլոմ չէր ստացել համար սրանից, որ ուրախացել էր գլխարկները օդեր նետում։ Եվ ոչ էլ ինչ որ մի նոր մեռել էր, հարություն առել, որ բոլորը ապշած զարմացած ցնծում եւ ուրախանում էին։ Ոչ մի տեղ ավետարանների մեջ չեք տեսնի այդպիսի մեծ ցնծության զգացողություն, որ Հիսուս ապրեց այնպես, ինչպես ապրեց այս պահին, այս վարքյանին։ Մեռելներ հարություն առան։ Գրված չէ, որ այդպես Հիսուս էմոցիոնալ պորտքում ունեցավ։ Կարծես թե մարդիկ մեկ-մեկ հրաշքների վրա այնպես են ուրախանում, որ ցնծում sense բան եւ այն որ չլնող բաներ եղավ։ Իսկ հասկանում եք, չէ՞։
Իրանք էլ չեն հավատում, ես ոնց եղավ։ Բայց դա կարծում եմ նորմալ բան է, եթե գործը Աստծո հետ է։ Ինչ որ բանի համար աղոթք ես անում, մեկ էլ անկարծ Աստված պատասխանում է, այ, ասենց օթերով ենք լինում եւ այլն, բայց դու ինչ էիր կարծում։ Թե չլինի, թե այդքան էլ չէիր հավատում, եղավ ուրախացար։ Բայց այս ուրախությունը մի տեսակ վեր, գեր, երկրային ուրախություն է։ Եվ այն զուգորդվեց երախտագիտությամբ, շնորհակալությամբ։ Նրա ցնծացող սիրտը պաշտամունք մատուցեց իր հորը, իր երկրպագությունն, իր խոնարհումը բերեց իր հորը, իր շնորհակալությունը հայտնեց իր հորը։ Ինչի համար։ Որ ասում է, այս բաները դու չհայտնեցիր աշխարհի իմաստուններին, այս բաները դու չհայտնեցիր աշխարհի գիտուններին, բայց այս բաները հայտնեցիր պարզ, հասարակ մարդկանց։ Հիսուսի ցնծության պատճառն ինչ էր։ Ինչի համար էր նա այդքան երջանիկ, ուրախ եւ ցնծում։ 5000-ին կերակրեց, 5000-ը հաց կերան, ուրախացավ։ Ծովի վրայով քայլելը ստացվեց, ուրախացավ։ Ես ամիսներ առաջ մի սովորություն ունեի, չգիտեմ ինչի եմ դադարեցրել այդ սովորությունս։ Ձերքս մի փոքր բան եմ վերցնում, հեռվում մի ինչ որ աման է, դույլ է, աղբաման է եւ փորձում եմ հեռվից նետել։ Երբ որ ստացվում է աշխարհի ուրախն ու երջանիկն եմ լինում։ Կներեք խոսքիս համար աղմաղ բաների վրա ինքան շատ ենք ուրախանում ենք։ Այս ուրախությունը ուրիշ մի ուրախություն էր։ Եվ պատճառն ինչ էր այդ ուրախության։ Տերը շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ Աստված կամեցավ իրեն հայտնել, իր խոսքը հայտնել մարդկանց, պարզ, հասարակ մարդկանց, իր պատգամները տալ մարդկանց, որը պիտի բերեր Աստված ճանաչողության։ Այո, կարելի է Աստծո մասին որոշակի գաղափարներ կազմել տիեզերքին նայելով, քանզի Աստծո խոսքն էլ է ասում, երկինք Աստծո փառքն է պատմում։ Կարելի է Աստծո մասին որոշակի գաղափար կազմել կենթանական աշխարհը բնությունը քննելով, սրտելով, նայելով, էլի Աստծո փառքի մասին է հայտնություն մեզ տալիս, սակայն մեծագույն հայտնությունը դա կենաց բանն էր, որ մարմին առավ, եւ կենաց բանն է, որ մեզ տրվում է, այսինքն խոսքն Աստծո։ Ես չգիտեմ մենք սրա գիտակցությունն ունենք, թե ոչ։ Մեր սիրտը նույնչափ ցնծում է, թե ոչ, երբ մեզ տրվում են Աստծո պատգամները։ Թե արդեն մերականջների համար դա դարձել է սովորական եւ անգամ ինչպես խոսքն է բնութագրում, ասում է բթացել են ձեր ականջները։ Մի բանը, որ շատ ենք լսում եւ դրա արժեքը չենք գիտակցում, մեր ականջների համար դա դառնում է սովորական մի բան եւ բթանում են մեր ականջները։ Ու սկսում ենք ավելի հաճախակի մեր ժամացույցին նայել։ Հիսուս ցնծում է, որովհետեւ Աստված ճանաչողության գաղտնիքը պիտի բացահայտվի իր աշակերտներին։ Շնորհակալ եմ քեզ ով հայր, Տեր երկնի եւ երկրի, որ այս բաները ծածուկ պայեցիր իմաստուններից, գիտուններից ու տղոց հայտնեցիր։ Այո, ով հայր, վասնզի քո առջևդ այսպես հաճելի եղավ։ Ամեն բանից տրվեցավ իմ հոր մեզ եւ մեկը չի գիտեր ով է որդին, բայց միայն հայրը։ Եվ թե ով է հայրը, բայց միայն որդին։ Եվ ուշադրություն, եւ նա որին որդին կուզե հայտնել։ Աշխարհի ոչ մեկ կրոն չի ճանաչում Աստծուն։ Աշխարհում որևէ մեկ մարդ, որևէ մեկ իմաստուն, որևէ մեկ գիտուն, որևէ մեկ աստվածաբան
քանի հատ PhD ունենա, դոկտորական ուրեմն կարգ ունենա եւ այլն գիտության եւ աստվածաբանության մեջ, չի ճանաչում Աստծուն, որևէ մեկը չի ճանաչում Աստծուն, բայց միայն, բացի միայն Որդուց Հիսուս Քրիստոսից, որևէ մեկը չի ճանաչում, որևէ մեկը, որևէ միջոց չկա, որևէ կերպ չկա, եւ որևէ մեկը չի ճանաչում Որդուն։ Հիսուս հրյաների մեջ քարոզում էր, ասում է, եթե հորը ճանաչեք, ինձ էլ կճանաչեիք։ Եվ ասում է, որևէ մեկը հոր մոտ չի կարող գնալ, բացի միայն ինձանով, սա նաև ճանաչողության ճամփան է, ոչ միայն հոգու երկինք տեղափոխվելու հարցն է ու ճանապարհն է, այլ նաև ճանաչողության ճանապարհն է։ Որևէ մեկը Աստծուն հորը չի կարող ճանաչել, բայց միայն Որդու միջոցով անհնար է։ Ոչ հուդայիզմը, ոչ իսլամը, ոչ բուդդիզմը, ոչ կոնֆուցիոնիզմը եւ որևէ մեկ այլ կրոնական ուղղություն եւ ոչ էլ քրիստոնեությունը որպես կրոնական համակարգ չի կարող մարդուն բերել Աստված ճանաչողության։ Աստված ճանաչողությունը տեղի կարող է ունենալ միայն Որդու հայտնությամբ։ Եվ այստեղ ցնծում է Տեր Հիսուս, որովհետև Աստծո առաջ հաճելի եղավ, Աստծուն հաճելի եղավ հայտնել աշխարհին, հայտնել մարդկանց, հայտնել տղոց, այսինքն խոնարհ, պարզ, հասարակ մարդկանց հայտնել իր ով լինելը։ Հետո ասում է աշակերտներին դառնալով առանձին ասաց. Երանի այն աչքերին, որոնք ձեր տեսածները կտեսնեն, քանզի ասում եմ ձեզ, թե շատ մարգարեներ եւ թագավորներ ուզեցին ձեր տեսածները տեսնել, բայց չտեսան եւ լսեք, եւ ձեր լսածները լսել, բայց չլսեցին։ Եվ այստեղ Հիսուս երանելի է տալիս բոլոր նրանց, ովքեր որ տեսան ու լսեցին։ Այն ինչ որ Հիսուս արեց, այն ինչ որ Հիսուս խոսեց։ Թանկագին եղբայր եւ քույր, սիրելի բարեկամ, սիրելի անմահ հոգի, ես խոսքը լսող սիրելի ընկեր, դու արդյոք գիտակցում ես, արդյոք հասկանում ես քո լսածի արժեքը։ Ինչու եմ այս պատգամը փոխանցում ձեզ։ Ես ինքս սրանից օրեր առաջ նստած ինքս ինձ այս հարցը տվեցի. դու որքանով ես գիտակցում քո լսածների, քո կարդացածների գինը, արժեքը։ Գիտեք ինչու, որովհետև մենք մի քանի խնդիր էլի ներկայացնեմ, որովհետև մենք տարիների ընթացքում այնքան ենք լսում, մեզ համար դա դառնում է սովորական։ Մեզ թվում է, թե մենք արդեն ամեն ինչ գիտենք։ Մեզ թվում է, թե մեզ նոր բան չի ասում, մենք սկսում ենք ինչ-որ նոր բաներ փնտրել։ Մեզ նոր մոտեցումներ, հետաքրքիր ավելի մոտեցումներ, ավելի այսպես խարիզմատիկ էներգիայով լի նոր քարոզախոսության ձևեր եւ այլն։ Այսինքն մենք սա ենք սկսում փնտրել։ Ոչ թե մեր լսածի մեջ փորձում ենք խորամուխ լինել, հասկանալու համար դրա ինչ լինել է, դրա արժեքը, դրա գինը։ Երկրորդ, ես մտածում եմ, եթե մեր լսածի արժեքը գիտակցում ենք, բայց ինչու համար չենք փոխվում։ Ինչու համար չենք փոխվում։ Ինչու համար մենք լսում ենք շատ քարոզներ, բայց չենք փոխվում։ Ուրիշ խոսքով, մեր լսածով չենք հարստանում։ Եթե մեր լսած խոսքերը, մեր լսած պատգամները իրոք այդ գանձն է, որը համար Հիսուս ցնծած, ուրախացավ, ոչ մի բանի համար այդպես չուրախացավ, չցնծած։ Գիտեք, անգամ հարությունից հետո այնտեղ գրված չի, որ գիտեք ինչ Հիսուս քեֆ անելով, ուրախանալով, այսպես հաղթել են վերջապես եւ այլն գնաց աշակերտների մոտ, ինքն իրեն ցույց տվեց որպես հարություն առաջ։ Անգամ այնտեղ չկա գրված, որ գիտեք Հիսուս հոգով ուրախացավ, այսպես որ անգամ մահվան հաղթեց։
Որ կարդում եմ պատմությունը, կարծես այդպես էլ պետք է լիներ։ Կարծես, բա իհարկե, այդպես էլ պետք է լիներ, դա էր արդարությունը պահանջում, այլ կերպ չէր կարող լինել։ Բայց այստեղ մի տեսակ զգացմունքային պոռթկում կա, ուրախություն, ցնծություն, որովհետև նրանց լսածների ու նրանց տեսածների արժեքը մեծ է եւ ուժը, զորությունը անսպառ։ Արդյոք գիտես քո լսածի արժեքը։ Հիսուս երանի տվեց տեսնողներին ու լսողներին։ Բայց արդյոք մեր ամեն լսածն է Աստծո խոսքը։ Սա էլ մի կարևոր հարց է, որի մասին պետք է խորել։ Դու կարող ես լսել շատ քարոզիչների, բայց ոչ Աստծո падգամաբերների։ Սրանք տարբեր բաներ են։ Մեկը կարող է պարապել, պատրաստվել, դառնալ քարոզիչ, գնա աստվածաբանական սովորի, որտեղ որ սովորեցնում են էգզեգետիկա, չգիտեմ, հոմիլետիկա եւ այլն, ոնց քարոզես, ինչպես քարոզես, ինչ ժեստիկուլյացիա։ Ես գնացել եմ, ես գիտեմ այնտեղ ինչ են սովորեցնում։ Դու կարող ես լինես լավ քարոզիչ, խոսք չունեմ ասելու։ Բայց չլինես Աստծո падգամաբերը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Այս ժողովուրդը կարող լսի շատ քարոզներ։ Այս ժողովուրդը կարող լսի ուժեղ քարոզներ։ Ինչպես ոմանք սիրում են ասել, զորավոր քարոզներ։ Facebook-ում ռեկլամ են անում, հովիվներ։ Եղբայրներ, բարեկամներ հրավիրում են կեսին չորեսին ժամին, խոստանում են այդ օրը լինելու է զորավոր քարոզ։ Խոստանում են այդ օրը լինելու է զորավոր քարոզ։ Աստվածան այդ զորությունը ումից է։ Այդ զորությունը որտեղից է, ումից է, այդ ով է քեզ խոստացել, այդ ինչ գիտես, այդ պայմանագիր ես կնքել, թե որ գոռացիր, ճվացիր, ուրեմն զորավորը այդ է։ Դու կարող ես լսես զորավոր քարոզներ, բայց ոչ Աստծո падգամները։ Դու կարող ես լսես լավ գիտելիքիդ պահանջները, ծառավը, գիտության ծառավը հագեցնող, իմաստուն, իմաստալից, այսպես խորը քննված, խորը մեկնաբանված, հունական բնագրերը մեջ բերած, եբրայական բնագրերը մեջ բերած, այդ մեջ բերողների 99%-ը չգիտի ոչ հունարեն, ոչ եբրայերեն, բայց որ տպավորություն ստեղծեն, որ տեսեք ես բնագրերից եմ օգտվում, այն հասարակ ճկլասի քարոզիչներն են, մենակ հայերեն վերցնում կարդում, բայց որ հունարենից էլ մեջ բերումներ ես անում, արդեն ասում են, չէ, սրա իմացածը ավելի ճիշտ է, քան թե նրա իմացածը։ Այն ինչ որ խոսում եմ, իրականությունից եմ խոսում։ Դու կարող ես այդպես հետաքրքրությունը գրգռող լավ քարոզներ լսես, բայց կյանքդ չփոխվի, մնաս նույնը։ Գիտելիքներիդ պաշարը մի քիչ ավելանա, բայց կյանքիդ որակը չփոխվի։ Գիտես ինչու։ Որովհետև լսածդ Աստծո падգամները չեն։ Հիսուս ցնծում էր ոչ թե որովհետև շատ քարոզվելու է, շատ են քարոզելու, շատ քարոզիչներ են լինելու, շատ բաներ է խոսվելու, այլ Հիսուս ցնծում էր, որովհետև Աստված կամեցավ իր падգամները փոխանցել մարդկանց, որը պիտի բերեր նրանց Աստված ճանաչողության։ Եվ որին որ որդին ուզ է հայտնել։ Հիմա հարց։ Այդ քարոզիչներին, որ լսում ես, այդ քարոզները, որ դու լսում ես, էս էլ հետը Աստծո հայտնություններն են, Աստված ճանաչողության տանող падգամներն են, թե լոկ միայն հետաքրքրական, ականջը շոյող, զորությունների մասին շատ խոսվող ինչ որ տենց ելույթներ են։ Հիշեք, կյանք կարող է տալ եւ կյանքեր կարող է փոխել միայն Աստծո падգամները։ Միայն Աստծո падգամները։ Մեր օրերում քարոզ շատ կա,
բայց պատգամ քիչ, երկդային պատգամ քիչ, քարոզ շատ կա, ինչն է շատ քարոզը, սոցիալական կայքերում, YouTube, TikTok, Facebook, Instagram, ամեն տեղ քարոզ կա, քարոզ շատ կա, բայց Աստծո պատգամները, կյանքեր փոխող, տրանսֆորմացիա բերող, մարդու կյանքը փոխող, մարդուն ծնկի բերող, մարդուն ապաշխարության բերող, մարդուն զղջման բերող, մարդուն հավատի բերող, սրբության տանող, Աստծո հզոր, Սուրբ Հոգու զորությամբ հայտնված պատգամները քիչ եզակի։ Ինչն է պատճառը, ինչն է արգելում, ինչն է խոչընդոտում, որ այս ինչի համար, որ Հիսուս ցնծած, այս խոսք, այս լսելունը, որ Երանի տվեց նրանց, որոնք որ կլսեն, ինչն է պատճառը, որ դա մեզ շատ հաճախ լսելի չի դառնում, ընկալելի չի դառնում, հասանելի չի դառնում։ Ներգործությունները չեն ունենում նույն կերպ, ինչպես որ պետք է ունենային։ Ինչն է պատճառը, որ Աստծո խոսքի հրաշագործ զորությունը չի ներգործում մեր մեջ։ Եվ այդ իսկ պատճառով զուրկ ենք մնում Սուրբ Հոգու բերած կյանքի տրանսֆորմացիայից, փոփոխությունից։ Գալիս ենք եկեղեցի, լսում ենք, գնում ենք տուն, նույնն ենք, բառից բուն իմաստով նույնն ենք։ Գալիս ենք ինչ-որ պարտականություններ ունենք, անում ենք բեմում կամ բեմից ներքև, անում ենք, գնում ենք, էլին նույնն ենք։ Բան չի փոխվում մեր կյանքում, որոշումներ չեն կայացվում, ծնկներ չեն ծռվում, արցունքներ չեն թափվում։ Ինչու՞։ Պատճառներից մեկը, որի մասին ուզում եմ այսօր խոսել ձեզ հետ, այն է անհավատությունը։ Անհավատությունը։ Խոչընդոտներից մեկը, որ Աստծո պատգամները մեզ չեն գալիս, չեն հասնում, կամ լսում ենք եւ չի գործում մեր կյանքում, եւ դրա գինը, դրա արժեքը չենք իմանում, դրա ներգործությունները մեր կյանքում ի հայտ չեն գալիս եւ վերջապես մենք չենք գնում դեպի Աստված ճանաչողություն, մեզ Աստված ավելի ճանաչելի չի դառնում այսօր, ավելի քան անցյալ տարի էր, կամ 6 ամիս առաջ էր, այդպես պետք է լինի, չէ՞։ Եվ որդին, որին ուզում է, հայտնում է Աստծո ով լինելը։ Հիմա ինձ եւ քեզ հայտնել է, թե չի հայտնել։ Եվ եթե հայտնել է, ուր է այդ ճանաչողությունը, ինչն է խոչընդոտել, սա է իմ խնդիր, հասկանում եք։ Ինչի համար մենք այդքան քարոզներ ենք լսում, բայց կյանքերը չի փոխվում։ Չի փոխվում։ Էլի նույն դժգոհ մարդիկ ենք, էլի նույն բողոքող մարդիկ ենք, էլի նույն բամբասկոտ մարդիկ ենք, էլի նույն չսիրող մարդիկ ենք, ատող մարդիկ ենք, ինչու չի փոխվում։ Պատճառը անհավատությունը։ Անհավատությունը։ Աշխարհի մեջ այդքան անհավատ չկա, ինչքան հավատացյալների մեջ։ Մենք ուղղակի կարանք լսենք, կարանք դրան անգամ ամեն ասենք, կարանք անգամ մեր գլուխները շարժենք, բայց չհավատանք։ Հովանու 6, 64-ից 70 համարները։ Հոգին է կենթանի անողը, մարմինը շահմը չըներ։ Այն խոսքերը, որոնք ես ձեզ կխոսեմ, հոգի ու կյանք են։ Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատար։ Լսում եք։ Վասնզի Հիսուս սկզբեն գիտեր, թե որոնք չեն հավատար, եւ ով է ան, որ զինք պիտի մատնե։ Ու ըսավ, ասոր համար ձեզի ըսի, թե մեկը չի կրնար ինձի գալ, եթե հորմես տրված չլա անոր։ Այս պատճառով իր աշակերտներն շատերը ետ գացին
Եվ այլևս իր հետ չէին պտտում։ Այն ատեն Հիսուս 12-ին ասավ. «Միթե դուք էլ կուզեք երթալ»։ Հիմա լսեք, Սիմոն Պետրոս պատասխան տվավ ասավ անոր. «Տեր, որուն պիտի երթանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»։ Մենք հավատացինք ու իմացանք, թե դու ես Քրիստոսը Աստծո որդին։ Ամեն։ Հոգին է կենթանի անողը, մարմինը շահմը չներ, այն խոսքերը, որոնք ես ձեզ կխոսեմ, հոգի ու կյանք են։ Այն խոսքերը, որոնք որ ես ձեզ խոսում եմ, Հիսուսն ասում է, դրանք հոգի և կյանք են։ Դրանք լոկ խոսքեր չեն։ Դրանք կենացի մակարդակի բարեմաղթանքներ չեն։ Դրանք այսպես ուրախ մթնոլորտ ստեղծող, թեթև մթնոլորտ ստեղծող, բարի մթնոլորտ ստեղծող, ձեզ մի քիչ ոգևորող, այսպես խոսքեր չեն։ Այն խոսքերը, որոնք որ ես ձեզ խոսում եմ, ասում է հոգի և կյանք են, որովհետև հոգին է կենթանի անողը, մարմինը շահմը չներ։ Հոգին է կենթանի անողը։ Հոգին է կենթանացնողը։ Ու Սուրբ Հոգու տրանսֆորմացիա բերող, փոփոխություն բերող զորությունը, ափսոս վրաս միկրոֆոն կա, թե չեսի հանելու էի պտտացնեի, դրանից չի։ Մարդու բաճկոնից չի գալիս հոգու զորությունը։ Ոչ էլ հոգու զորությունը գալիս է փչելով։ Հիմա կասեք Հիսուսն էլ փչեց։ Աղբոր պես։ Հիսուսի արածը մի համեմատեք ձեր արածի հետ։ Ձեր արածը կներեք կապիկություն է։ Հասկացողները գիտեն ինչի մասին եմ խոսում։ Հոգու զորությունը գոռալով ճվալով չէ։ Մի հատ զորավոր պաշտամուն կանեք, մի հատ զորավոր քարոստամ լսեք, սենց բաներ են ասում։ Ու բոլորը ամեն, ու ես հասկանում եմ, որ այս ինչ Աստծուն չճանաչող տագետ մասսա է հավաքվել քրիստոնեության շուրջը։ Մեջ չեն, կողքից։ Ասում է իմ խոսքերն են կյանք և հոգի։ Կարդացինք, թե չէ։ Իմ խոսքերն են։ Խոսք չի տալիս, պիջակն է պտտացնում։ Խոսք չի տալիս։ Դուք խոսք եք լսում։ Այդ որ այդքան ամեն եք ասում, դուք այդեք խոսք եք լսում։ Խոսք չկա։ Այնտեղ խոսք չկա։ Բարբաջանք կա, խոսք չկա։ Իմ խոսքերն են կյանք և հոգի, մարմինը շահ չունի։ Ինչքան էլ մարմնի շահերից խոսեք, գործերդ կլավանա, բիզնեսդ կլավանա, չգիտեմ, գործերդ աճ կգնա, այս կլինի, հեսա այսքան փող կգա, այն կգա եւ այլ, ինչքան sense բաներ խոսեք, 10-րդդ տուր քո գործերը սա առաջ կգնա եւ այլն, մարմինը շահ չունի։ Մի օր չես մեռնելու գնաս։ Հարուստ մեռար, աղքատ մեռար, այն նույն մի քանի քառակուսի մետր հողի մեջ չես թաղվելու։ Ուրեմն շահը ո՞րն է։ Բայց խոսքերն են կյանք եւ հոգի։ Եվ ասում են այն խոսքերը, որոնք որ ես ձեզ խոսում եմ, դրանք կյանք եւ հոգի են։ Ասում է, բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում։ Ձեր մեջ են։ Իմ հետևորդների թվում են, Հիսուսն ասում է, բայց իրանք չեն հավատում։ Զարմանալի է, չէ՞։ Հա, ինչ գործ ունեք այդտեղ։ Գնացեք ձեր գործերով զբաղվեք, ուշ թե շուտ գնալու են։ Ուշ թե շուտ գնալու են, այդ անհավատները ուշ թե շուտ գնալու են։ Մի օր եկեղեցին լի է լինելու այսպես կողք, մեկ էլ հետո այդ շահը բանը փնտրողները, մարմնի շահը փնտրողները մի օր գնալու են։ Ասում է Հիսուս գիտեր ի սկզբանե նրանց, որոնք որ չեն հավատում։ Մեջն են, բայց չեն հավատում։ Այս անհավատությունը բերում է նրան, որ իրենց կյանքերը չի փոխվում։ Այս նույն մարդիկ էին, չէ,
որոնք որ լսում են այն նույն բաները, ինչ որ լսում էր Պետրոսը եւ մյուս առաքյալները, ճիշտ է։ Չէ, նույն բաներն էին լսում, չէ։ Նույն падգամներն էին, կյանք տվող падգամներն էին։ Այո թե ոչ։ Բայց ի՞նչն էր պատճառը, որ այդ падգամները իրենց սրտերին անհասանելի էր։ Իրենց կյանքերը չէր փոխում։ Ի՞նչն էր պատճառը։ Անհավատությունը։ Աշակերտներն էլ էին լսում, Պետրոսն էլ էր լսում, այս մարդիկ էլ էին լսում։ Աստծո падգամները հնչում էր։ Ոմանց կյանքը փոխվում էր։ Եվ եղավ ժամանակ, որ նրանք պատրաստ եղան անգամ իրենց կյանքը զոհելու հանուն իրենց լսածների ու տեսածների։ Իսկ սրանք չկարողացան մարսել Հիսուսի պարզ խոսքերը, որ ասեց, ով որ իմ մարմինը չուտի եւ իմ արյունը չխմի, իր մեջ կյանք չունենա։ Ասում են, ով կարա դիմանա նման խոսքերին։ Նրանք ակնկալում են, որ Հիսուս իրենց ճաշակով պիտի խոսի։ Պոզիտիվ բաներ խոսի, էլի, դրական բաներ խոսի։ Անես բաներ խոսիր, որ մի քիչ լավ զգանք մեզ։ Թե ճիշտ ինչ ես ասում։ Մարմինը ուտել, արյունը խմել։ Դե հետո որպեսզի քրիստոնեությունը մի քիչ մեղմանա, ասեցին, չէ, դի մարմին չի, դի արյուն չի։ Հաց հագինի է ուղակի էլի այդպես։ Ուղակի ուտում ենք, հիշում ենք։ Մեղմացրեցին։ Որ չհեռանան։ Այս պատճառով իր աշակերտները շատերը ետ գնացին եւ այլևս իրեն հետ չէին պտտում։ Ինչու չէին պտտում, ինչու ետ գնացին, որովհետեւ չհավատացին։ Որովհետեւ չհավատացին։ Այն ատեն Հիսուս 12-ին ասաց՝ «Միթե դուք եք ուզում երթակ»։ Միջալոց Հիսուս ոչ մեկին ստիպողաբար զորով չի պահում։ Ոչ մեկին։ Բացարձակ, ուզում ա գնա, թող գնա։ Ուզում ես գնաս, գնա։ Հեչ մի տանջվի։ Գնա գտի այնպիսի տեղ, որտեղ որ դու քեզ ավելի լավ ես զգում, չէ որ այս ամեն ինչը քո լավ զգալու մասին է։ Չէ որ Հիսուսի ամենամեծ ցանկությունն է, որ ես եւ դու մեզ լավ զգանք։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ խոսում։ Այդ Պողոսները լավ զգում։ Քանի անգամ մտրակեցին։ Քանի անգամ գազանների բերանը նետեցին, Եփեսոսում գազանների բերանը նետվեց։ Հանեցին որպես լեշ քաղաքից դուրս նետեցին, շպրտեցին մարմինը, մտածելով, որ մեռել է։ Բայց չէր մեռել։ Քանի անգամ ծեծ կերավ։ Հովանեսը, որ միակն էր, աշակերտներս, որ ողջ էր մնացել, իր մահով մեռավ։ Դու գիտեք ինչ տանջանքների է ենթարկվել։ Դու գիտեք այրվող տրացայի մեջ են դրել։ Աքսորել էին Պատմոս կղզի։ Ինչ տառապանքներով անցան։ Լավ զգալու մասին է, եկեք մի հատ լավ զգանք մեզ։ Շոու բերենք անենք բեմերում, լավ զգանք մեզ։ Մեր ժողովուրդը լավ զգա, որ շատ գա։ Սենց բաներ չխոսակ հանկարծ, հա։ Որ մարդիկ լավ զգան իրենց, որ փող շատ տան։ Առաջ ես շատ մտածում եմ երրորդ հարկ կառուցենք մեծ, ավելի շատ մարդ գա, այլ հիմա չեմ մտածում դրա մասին։ Աստված կտա, չի տա։ Թարապես դա իմ մտահոգության նյութը չի։ Իմ մտահոգության նյութը մինչև Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը անձս Աստծո առաջ արժանի դառնա կանգնելու։ Հիմա կասեք Հիսուսի շնորհքով ենք մենք եւ այլն, հա գիտեմ, շատ լավ գիտեմ։ Բայց ես չեմ ուզում կանգնել Տեր Հիսուսի առաջ ու ամաչեմ։ Ես ուզում եմ լսել, ասում է, չէ, դատաստանի օրը ասելու է ապրես բարի հավատարիմ ծառա, որովհետև ինչ արեցիր։ Արեցիր, ասում է, չէ։ Սոված էի, քաղցած էի, հաց տվեցիր, ծառավ էի, ջուր տվեցիր։ Մերկ էի, հագցրեցիր։ Դա գործողություններ չեն։ Չէ, մենակ հավատում, մենակ շնորհքով է, այո, գործողություն չկա։ Էս ինչ մարդուն ձեռնատու վարդապետություն է։ Շատ ձեռնատու վարդապետություն է մարդուն, մոլորություն է, այդ շնորհքի քարոզիչները, որոնք որ այսօր Հայաստանում վխտում են, սուտ քարոզիչները շնորհքի, ձեր գլխի տակը փափուկ բարձ են դնում, ձեր գլխի տակը,
Եվ սա չարի գործն է, սատանայի գործն է, որ Աստծո ժողովուրդը թմրի։ Հակոբոս Առաքյանն ասում է, դու քո հավատքը ցույց տուր, ես էլ իմ գործերը քեզ ցույց տամ։ Չի ասել տենց բան։ Ժամանակին Մարտին Լութերի դուրը չեկավ այդ խոսքերը, ուզում էր հանել Հակոբոսի նամակը Սուրբ գրքից։ Հարգանքս Մարտին Լութերի արած գործին, բայց այդ ման ցանկությունը Աստծուց չէր, եւ փառք Աստծո, որ Տիրոջից ստացավ այդ հանդիմանությունը, չհանեց դա, որովհետեւ չի կարելի հարմարացնել Սուրբ գիրքը մեր ուսմունքին ու մեր վարդապետության ու մեր բողոքականությանը։ Ես բողոքական չեմ։ Ոչ էլ կաթոլիկ եմ, ոչ էլ առաքելական եմ, ոչ էլ եմ։ Ես քրիստոնյա եմ, որ հետևում եմ Հիսուս Քրիստոսին։ Իսկ Հիսուս Քրիստոսը չէր կրում որևէ մեկ վարդապետական կաղապար ու չէր փորձում իր ուսմունքը դա տեղավորել այդ կաղապարի մեջ։ Միտքս հասկանում եք։ Հիմա պատմական ինչ որ անուն կրում ենք, հա, թող մնա, չենք ջնջելու, բայց մենք Քրիստոսի հետևորդ պետք է լինենք, ոչ թե այսինչ ուսմունքի կամ այնինչ ուսմունքի։ Կալվինիզմ ենք քարոզում։ Ասում է գնացին։ Հիսուս շրջվեց իր աշակերտներին, ասեց դուք եք ուզում գնալ։ Սիմոնը տեսեք ինչ պատասխան է տալիս, Սիմոն Պետրոսը։ Պատասխան տվավ անոր եւ ըսավ 69 համարը։ Տեր, որու պիտի երթանք։ Դու մեզ հաց ես տալիս, մեզ ջուր ես տալիս։ Մեր երեխեքին բժշկում ես։ Մեր մեռելներին հարություն ես տալիս, ծովերի վրա քայլում ես, դրանից ավելի հետաքրքիր տեղ ուր կարան գնանք։ Պետրոսը հասկացավ, որ ինքը ցիրկ չի եկել։ Ոչ էլ շոումենի մոտ է եկել։ Ոչ էլ ֆոկուսնիկի մոտ է եկել։ Ոչ էլ հրաշագործի մոտ է եկել։ Ոչ էլ բախտագուշակի մոտ է եկել, որ բանը այնտեղ այնի ճիշտ է, որովհետև ասում են, ինչ որ արել եմ, սա բեմից ասեց։ Մեկը ինձ հայտնեց դրա գաղտնիքը, թե ոնց են ասում։ Ոչ գիտակցաբար իհարկե։ Եկավ ինձ մոտ մեկի մասին տեղեկություններ տվեց, որ գալիս էր մեր մոտ պաշտամունքի։ Ասես գիտես չէ, գործի տեղը սենց հարել։ Լսում եմ, ասում եմ, հիմա նա ինչ եմ ասում եղբայրս։ Դու պետք չի որ իրան մոտենաս տենց ուղակի ասես։ Ավելավ է քարոզի ժամանակ բեմից երբ որ քարոզում ես որպես հայտնություն, որպես մարգարեություն ասա, ինքը կլսի կհասկանա։ Այսօր ձեր մոտ տենց են մարգարեությունները արվում։ Տենց են հայտնությունները լինում։ Մարդկանց մասին տեղեկություններ եք հավաքում ստեղից ընդեղից, հետո բեմից մարգարեության անվան տակ, հայտնության անվան տակ բեմից հնչեցնում եք մարդն ասում է, չէ, այն մարդեսար եղբայրը իմացավ։ Իսկ դու գիտեք, այդ մարգարեները շատ անգամներ նստում են հովիվների հետ, նախքան քարոզները քննարկում են ժողովրդի վիճակը։ Հլա պատմի տենամ ինչ կա ժողովրդի մոտ, ով ինչ խնդիրներ ունի, եւ այն պատմում, հա, մի հատ եղբայր ունենք sense, մի հատ քույր ունենք sense, ինֆորմացիան հովիվը տալիս է կամ գիտակցաբար կամ միամտաբար։ Մեկ էլ հանկարծ մարգարեներն ու սկսում ասել, այս ինչը sense ունի, այն ինչը նենց ունի, այն ինչը խնդիր ունի, այն ինչը էսպես ունի, ժողովուրդն ահա դողը մեջներ ասում են, մարգարե է եկել մեր եկեղեցի։ Ձեր մոտ այս մարգարեներ չեն գալիս։ Եկել է մարգարեն, ու մարգարեն ասում է, եթե չափ աշխարհես դժոխք ես գնալու։ Սիմոն Պետրոսը պատասխան տվավ անոր. Տեր, որու պիտի երթանք, դուն հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Հալելույա։ Ինչն է մեզ պահում քո մոտ։ Հավիտենական կյանքի խոսքերը։ Այն խոսքերը, որոնք որ կյանք եւ հոգի են։ Այն խոսքերը, որոնք որ մեզ ճանաչել են տալիս քո ով լինելը, այն խոսքերը, որի միջոցով մենք ճանաչում ենք մեր հորը երկնային, այն խոսքերը, որոնք որ մեր կյանքերը փոխում են, այն խոսքերը, որոնք որ մեզ շտկում են, այն խոսքերը, որոնք որ մեր անգամ ուրացման եւ դավաճանության ժամանակ մեզ ոտքի են կանգնացնում, մեզ բերում են էլի քո գիրկը, այն խոսքերը, որոնք որ մեզ տանում են աշխարհով մեկ փրկությանը բարի լուրը քարոզելու, այն խոսքերը, որին հավատալով մենք պատրաստ պիտի լինենք մեր կյանքը զոհաբերելու, եւ ես իմ կյանքը պիտի զոհաբերեմ թեկուզ եւ գլուխս վար խաչվելով քեզ նման։ Այդ խոսքերի համար ենք քո հետևից գալիս։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 16-17 համարներն ասում է. ամբողջ գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սովորեցնելու, շտկելու,
հանդիմանելու, որպեսզի ասում է Աստծո մարդը կատարյալ լինի, որպեսզի Աստծո մարդը ուղղվի, շտկվի, կատարյալ լինի։ Աստծո խոսքը նրա համար է, որպեսզի մեզ շտկի, ուղի, մեր սխալները ցույց տա, մեզ դարձի բերի, մեզ ուղի, Աստծո կամքի համեմատ մեկը դարձնի։ Եվ այն կարող է ներգործել մարդու կյանքում, երբ որ այն ընկալվում է հավատքով։ Աստծո խոսքը կյանքեր փոխող, կյանք տվող Աստծո կենդանության շունչն է։ Եվ երբ որ այն ընկալվում է հավատքով, այդ կենդանության շունչը մեզ կյանք է տալիս, մեզ նորոգում է, մեզ շտկում է։ Սա են Աստծո պատգամների զորության հայտնությունը։ Անհավատության արդյունքը եղավ, որ այդ խոսքերը դադարեցին հնչել նրանց սրտերում եւ արդյունքում հեռացան Հիսուսից։ Իսկ աշակերտների մնալու պատճառը հավիտենական կյանքի խոսքերն էին, որը բերեց Քրիստոսի ճանաչողությանը։ Ասում է, մենք հավատացինք ու իմացանք, թե դու ես Քրիստոսը։ Հավատացինք եւ իմացանք։ Հավատքն է բերում ճանաչողության։ Կարաս լիքը խոսքեր լսել, բայց եթե դու չհավատաս այդ խոսքերին, ճանաչողությանը չես հասնելու։ Դրա համար մեր կյանքերը չի փոխվում, որովհետև ճանաչողությանը չենք հասնում։ Ինչու չենք հասնում ճանաչողությանը։ Որովհետև չենք հավատում։ Չենք հավատում։ Մարկոս 6-րդ գլուխ առաջին 6 համարները։ Անկե ելնելով գնաց իր երկիրը։ Իր աշակերտները իր ետևեն գացին։ Հիսուսի աշակերտները Հիսուսի հետ միասին գնացին իր երկիր։ Ուր? Նազարեթ։ Որտեղ որ ինքը ապրել է, մեծացել է, հա, 30 տարի գրեթե ապրել է։ Իր երկիր, իր աշակերտներն իր հետ գնացին։ Երբ շաբաթ օրը հասավ, սկսավ ժողովարանի մեջ սովորեցնել։ Շատերը լսելով կզարմանային եւ ասում էին. «Ասիկա ուրկե ունի այս բաները եւ այս ինչ իմաստություն է ասոր տրված, որ այդպիսի հրաշքներ կլան ասոր ձեռքով»։ Լսողներն են ասում, զարմանում էին, ապշած էին, ասում են, «Այս իմաստությունը սրանք որտեղից»։ Եվ էսի հրաշքները տեղի ունենում սրա ձեռքով։ Ընդունում էին, որ իմաստուն է, ընդունում էին, որ հրաշքները տեղի ունենում իր ձեռքով, ճիշտ է։ Ասիկա հյուսն չէ, ահա։ Սա հյուսն չէ, Մարիամի որդին եւ Հակոբոսին ու Հովսեսին ու Հուդային ու Սիմոնին եղբայրը ու ասոր քույրերը հոս մերքովը չեն։ Անոր վրայով կգայթակղվեին։ Բայց Հիսուս սավ անոնց, մարգարեմը որևէ տեղ անպատիվ չէ, բայց միայն իր երկրին, իր ազգականներուն եւ իր տանը մեջ։ Հասկացաք իմ առաջին քրիստոնյա ժողովրդի մեջ ինչի է այսքան անարգված Հիսուս։ Որտեղ մենք ասում ենք մենք ենք առաջին ընդունել նրան, մենք ենք առաջին ընդունել, չէ՞, մերնա, ամենաշատ անարգված հենց ստեղ է, այստեղ է։ Բայց ու չեր կրնար, ուշադրություն դարձեք 5-րդ համարին, ու չեր կարողանում հոն հրաշք կնել, միայն քանի հիվանդների վրա ձեռք դրավ ու բժշկեց զանոնք, ինքը անոնց անհավատության վրա կզարմանար ու շրջակա գյուղերը պտտելով կսովորեցներ։ Ինչ կարա Աստծուն զարմացնի, կարա մի բան Աստծուն զարմացնի։ Հարց եմ տալիս ձեզ, կարա ինչ որ մի բան Աստծուն զարմացնի։ Ինչ կարա Աստծուն զարմացնի։ Հիսուսին ինչ կարար զարմացներ։ Դու գիտեք, Սուրբ գրքում երկու իրավիճակների մեջ է Հիսուս զարմացել։ Գիտեք դա։ Երկու բանից զարմացավ Հիսուս։ Չեք հիշում։ Կանանացի կնոջ հավատք երբ որ տեսավ, երբ որ ասեց,
ողորմություն էր խնդրում, որ Աստծո Հիսուս իրեն ողորմի, բժշկի։ Հիսուս Իսրայելի սահմաններից դուրս էր գնացել։ Սիդոնացիների մոտ, Փյունիկիա, ներկայիս Լիբանան, Սայդա քաղաքն է ներկայիս, ես եղել եմ այդ քաղաքում։ Ունդեղ կանանացի կին կար, Փյունիկեցի կին էր։ Տիրոջից բժշկություն խնդրեց, ողորմություն խնդրեց, կողքը հրյաներ կային, բան Հիսուս փորձի համար ասեց, արժան չէ հացը սեղանի վրայից առնել, երեխաների դիմացից առնել ու շներին գցել։ Հրյաները կանանացիներին, փյունիկեցիներին, սրանց համարում էին բան, գոյեր, միջա հիմա այդպես են համարում։ Շուն, դրա համար հանգիստ կարան պաղեստինցիներին մորթեն, խղճիխայտ չզգան։ Նրանք կենթանակերպ տեսակներ են, նրանք լիարժեք մարդ չեն, այսպես են մտածում։ Հերյական լեզվով խոսեց, ասեց արժան չէ շների առջև նետել։ Այս կինը ասեց այո Տեր, որովհետև շներն էլ իրենց տիրոջ սեղանի փշրանքներից են օգտվում։ Հացը չեմ ուզում քեզանից, այդ հացից մնացած մի հատ փշուր գցի, ողորմություն արա ինձ։ Դու գիտեք ինչ ասեց Հիսուսին։ Կոպիտ չի ասածս, բայց 10-ով 0 էր։ Ու ապշեց, զարմացավ, ասեց ինչ ասեց։ Ու ողորմեց։ Հաղթեց հավատքը։ Ու զարմացավ Հիսուս։ Ուրիշ միտեղ էլ որ Հիսուս զարմացավ, միտեղ էլ զարմացավ, երբ որ էլի Հեթանոսը զարմացրեց իրեն, հարուրապետը։ Որ խնդրեց իր ծառային բժշկություն, ասեց լավ, արի գնանք տունդ բժշկեմ, ասեց չէ, մի մտի իմ տուն։ Ես ինքս իշխանություն ունեցող մարդ եմ, ես իմ զինվորներին, ծառաներին ասում եմ գնացեք այստեղ, այնտեղ, լսում են իմ հրահանգները, կատարում են, կարիք չունես դու իմ տուն մտնելու, այստեղից կարաս ասես, այնտեղ ծառաս բժշկվի, զարմացավ։ Ինչի ասեց մի մտի իմ տուն, որովհետև գիտեր, դա թեմա էր լինելու Հիսուսի համար։ Որովհետև հրյաներին թույլատրված չէր, հարիր չէր հրյաներին Հեթանոսի տուն մտնել, շեմից ներս մտներ, դա պղծություն էր համարվում։ Ասում էր, շնորհակալ եմ, որ դու պատրաստական ես այդ քայլին գնալու հանուն իմ ծառայի, բայց մի արա, մի մտի։ Ստեղից էր կարաս ասես ու կլինի։ Էլի զարմացավ Հիսուս, հավատքը տեսնելով։ Երրորդ տեղը, որ տեսնում ենք Հիսուսը զարմացավ, այդ ոչ թե հավատքի արկայությունը զարմացրեց իրեն, այլ իր համերկրացիների անհավատությունը։ Համընդունում են իր արած հրաշքները, որ իրական հրաշքներ ագործում, համընդունում են նրա իմաստությունը, լսեցին, բայց չհավատացին, ու արդյունքում ինչ եղավ, զրկվեցին, ինչու ենք զրկվում Աստծո պատգամներից, Աստծո կենթանի խոսքից, Աստծո կյանքեր փոխող զորությունից, ինչու ենք զրկվում, լոկ անհավատությունից։ Այնպես չէր, որ նրանք չէին ճանաչում Հիսուսին, ճանաչում էին, Հիսուսին ավելի լավ էին ճանաչում, մանկությունից էին ճանաչում, Գալիլեայում Հիսուսին այդպես չէին ճանաչում, Երուսաղեմում Հիսուսին այդպես չէին ճանաչում, ուրիշ վայրերում Հիսուսին այդպես չէին ճանաչում, Երիքովում Հիսուսին այդպես չէին ճանաչում, Սամարիայում Հիսուսին առավել եւս Սամարիայում Հիսուսին այդպես չէին ճանաչում, բայց այնտեղ հրաշքներ գործեց, այնտեղ խոսքերը պատգամներ իրատվեց, չէին ճանաչում, ինչպես ճանաչում էին Նազարեթում, ասում եմ Մարիամը, մայրն է, քույրը, եղբայրները, Հակոբոսը, ու Դան, քույրերը, էսի բոլորը մեր մոտ են։ Լավ գիտենք, հյուսն չի, անցածդ էլ գիտենք ով ես, ինչ ես եւ այլն։ Ու այս ճանաչողությունը երբեմն վերում է անհավատության։ Մի կարծեք ամեն շատ իմացող հավատացյալ է։ Այսի գրեք միտեղ, ստեղ միտեղ գրեք, որ վաղը միսօր երբ փորձության ենթարկվեք, հիշեք այս խոսքերը։ Մի կարծեք ամեն շատ իմացող հավատացյալ է։ Աստծո պատգամները կաղապարված չեն որևէ եկեղեցական, որևէ կրոնական, ուրեմն, այսպես ասենք, կաղապարների մեջ կամ դոգմաների մեջ։ Այդպես չի։ Հովը որ ուզում է փչում է։ Ձայնը լսում ես ու չգիտես որտեղից է գալիս, ուր է գնում։ Աստծո Սուրբ Հոգին որտեղ ում հետ կխոսա, իր գործն է։ Որևէ մեկը թող չասի ճիշտը մենակ մեր մոտ են խոսում, ճիշտը մենակ այնտեղ են խոսում։ Աստված իր պատգամներն ուղում է ոչ թե ինչ-որ շենքերի սահմաններում,
այլ Աստված իր պատգամներն ուղում է իրեն կարոտ, իրեն ծառավ, իրեն հավատացող սրտերին։ Ու իր պատգամները ուղղելու ձևերը ինքը գիտի։ Երբ որ դու կարոտ ես Տիրոջ, այն ամենաթույլ, ամենատկար շուրթերից կարող է լսես ամենահզոր կյանքեր փոխող Տիրոջը պատգամները։ Ինչ հզոր ազդեցություններ, ինչ ներգործություններ, ինչ օրհնություններ կարող էին տեղալ մեր կյանքերի վրա, եթե անհավատությամբ չարքել էինք Աստծո խոսքի առատ հոսքը։ Ինչեր պիտի տեղի ունենար մեր կյանքերում, եթե անհավատությամբ չարքել ենք այդ խոսքի առատ հոսքը։ Հավատացողին է տրվում Աստծո հրաշագործ պատգամները։ Հավատը դուռ է բացում խոսքի հայտնության։ Ուր որ ծառավ սիրտ կա, ուր որ ծառավ հոգի կա, ուր որ հավատացող հոգի կա, Աստծո պատգամները հեղում են նրա վրա։ Հինգտակարանի վերջին մարգարեն եղավ Մաղաքյան, որից հետո Աստված լռեց ու գրեթե 400 տարի Իսրայելին չեղավ մարգարեություն։ Գրեթե 400 տարի Իսրայելին չեղավ մարգարեություն, չեղավ Աստծո պատգամները։ Չկարծեք, որ այդ ժամանակ խոսացողներ չկային։ Կային խոսացողներ։ Չկարծեք, այդ ժամանակ քարոզիչներ չկային։ Կային քարոզիչներ։ Չկարծեք, այդ ժամանակ ռաբիներ չկային, ուսուցիչներ չկային։ Կային ուսուցիչներ։ Բայց Աստծո պատգամաբերները չկային։ Աստծո պատգամները չկային։ Միջև եկավ Հովանես Մկրտիչը։ Գուցե հիմա էլ ապրում ենք այդ ժամանակաշրջանը։ Խոսք շատ կա, խոսացող շատ կա, բայց արդյոք խոսք կա։ Ամովս մարգարեն ասում է 5-րդ սա էլ կարդանք եւ վերջացնենք։ Ամովս 8-րդ գլուխ 11-ից 14-րդ խոսքերը։ Ահա օրեր կուգան, ասում է Տեր Եհովան, երբ երկրի վրա սովմը պիտի ղրկեմ։ Ոչ թե հացի սով եւ ոչ թե ջրի ծառավ, այլ Տիրոջը խոսքերը լսելու սովը։ Մեկ ծովեն մյուս ծովը եւ հյուսիսեն միջև արևելք պիտի թափառեն Տիրոջը խոսքը փնտրելու համար։ Հոս, հոն պիտի պտտեն, բայց պիտի չգտնեն։ Այն օրը գեղեցիկ կույսերը ու երիտասարդները ծառավեն պիտի մարեն։ Անոնք Սամարիայի հանցանքովը երթում կնեն ու կսեն կենթանի է քո Աստվածդ, ով դան, ու կենթանի է Բերսաբեի ճամփան, անոնք պիտի ընկնեն ու անգամնալ պիտի չելնեն։ Ու այս սովը հացի սով չէ, այս սովը Աստծո խոսքի սովն էր, որի մասին մարգարեացավ Ամովսը։ Ու հիմա ես ձեզ պիտի ասեմ, թանկագին եղբայրներ եւ քույրեր, իմ հոգևոր զգայարանները ինձ հուշում են, որ մենք սկսել ենք ապրել այսպիսի մի դարաշրջան։ Եվ կամանց երկրից վրա գալիս է խոսքի սովը։ Ու խոսքի սովը գալիս է այն ժամանակ, որ կարծես թե հիմա ավելի շատ է քարոզվում։ Հիմա ավելի շատ են կարծես թե հավատքի դրսևորումներ, այսպես տեսակ։ Այսօր աշխարհիս քրիստոնյաների մեծ մասը խաբված է
քանի որ իրենց լսածները խոսքը չեն, Աստծո պատգամները չեն, դրանց փոխարինող կեղծ հավելումներով Աստծո անվան տակ, Աստծո խոսքի անվան տակ մատուցվող կեղծ սնունդներ են։ Այդ իսկ պատճառով հոգու բերած կյանքը, հոգու բերած փոփոխությունը գրեթե չկա։ Բայց ես չեմ ասում, որ գոյություն չունի կամ ընդհանրապես չկա։ Կա առայժմ կա փառք Տիրոջ։ Միջև կգա այն օրը, երբ եկեղեցին կհափշտակվի։ Եվ այն ժամանակ սրարեսար ծովից ծով պիտի ճամփորդեն փնտրելու համար գետ մեկ ճշմարիտ քարոզիչ, ճշմարիտ խոսքի մատուցում, որ իրենց հոգիները հագեցնեն, բայց ցավոք չեն գտնելու միջև Աստծո ողորմության դուռը կբացվի եւ կկնքվեն 144,000-ը, որոնք որ պիտի սկսեն ճշմարտության ավետարանը քարոզել։ Միջև Աստծո ողորմության դուռը կբացվի եւ երկու վկաները կգան աշխարհ ու կսկսեն քարոզել ճշմարտության ավետարանը։ Միլիարդավորների մեջ երկու վկաներ։ Բայց մի կարծեք քարոզներ չեն լինելու։ Քարոզներ լինելու են։ Մի կարծեք փառաբանություններ չեն լինելու։ Փառաբանություններ լինելու են։ Մի կարծեք վարդապետներ չեն լինելու են, ուսուցումներ լինելու են, բայց Աստծո խոսքն ու Աստծո պատգամները եզակի եւ չեն լինելու։ Հիմա, քանի Տերը ողորմության դուռը բացել ինձ եւ քեզ համար, երբ որ Տերը խոսում է, ընդունիր Տիրոջը խոսքը հավատքով, խոնարհությամբ, չէ որ ասեց հայտնեցիր ում, տղոց հայտնեցիր, մանուկներին, ծածկեցիր իմաստունների եւ գիտուններից, զգուշ եղեք նրանցից, ովքեր որ իրանց իմաստունի եւ գիտունի տեղ են դնում։ Լսում եք, ու իմաստուն երևալու համար ակնոց են հագնում։ Ցիրկ։ Այս եկեղեցիներում զգուշ եղեք։ Աստված իր խոսքը հայտնում է ում խոնարհներին, Աստծո առաջ խոնարհներին։ Խոնարհեցրու սիրտդ, Աստված խոսում է քեզ հետ։ Կյանքդ պիտի փոխվի, կյանքդ պիտի ծաղկի, պիտի օրհնվես, պիտի զորանաս։ Տիրոջը փառքը պիտի հայտնվի քո կյանքում։ Օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը այժմ եւ միշտ եւ հավիտյան դարերում։ Ամեն։ Աղոթենք։ Տեր Հիսուս, թեև ոտքի կանգնած, բայց մեր սրտերը խոնարհած, ծնկած գալիս են քո առաջ։ Այս կեղծիքի եւ սուտի դարի մեջ ծառավ եղջերուի նման կարոտ ենք քո կենարար ջրերին ու հայցում ենք քեզանից, որ դու մեզ չզրկես, Տեր։ Կյանք տվող, կյանքեր փոխող, կենթանության շունչ տվող քո խոսքից։ Քո հոգին ցնծած, ուրախացար դու։ Եվ սիրտդ երախտագիտությամբ լցված Տիրոջը փառք տվիր, երկնքի ու երկրի Տիրոջը փառք տվեցիր, որ նա հաճեցավ հայտնել մեզ, հայտնել տղոց, մանուկներին, հեզերին ու խոնարհներին, այն բաները, ինչ ծածկված էր, շատ թագավորների աչքից, շատ մեծամեծերի ականջներից, բայց դու կամեցար հայտնել անարժաններիս։ Ողորմած Տեր, ուրիշ ոչինչ չես ուզում ես, որ մենք այն ընդունենք հավատքով ու փափագենք, որ քո խոսքը ներգործի մեր սրտերի մեջ։ Ուրեմն Տեր, բոլոր խոչընդոտները, հատկապես անհավատության խոչընդոտը վեր առ մեր սրտից, որ ամեն մեր լսած խոսքերիդ այո եւ ամեն ասենք, բայց ոչ միայն շուրթերով, այլ նաեւ որոշումներով։ Պատրաստի եկեղեցի Տեր, քո երկրորդ գալստյանդ։ Խաղաղությունը վերցված է աշխարհի վրայից։
Շնորհ է, որ այն չվերցվի մեր հոգիներից, չխռովենք, ապա այս բոլոր նշանները տեսնելով ավելի պատրաստ լինենք դիմավորելու քեզ, որ պիտի գաս փառքերով։ Եթե գեթ մեկ հոգի կա, որ դեռ չի ապաշխարել այս խոսքը լսողների մեջ, հպվիր նրա հոգուն Տեր Աստված, համոզիր, որ իր սիրտը բացի եւ հավատով ընդունի քեզ, խոստովանելով իր մեղքերը։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։